եք սատարում Հայաստան դաշինքին, ինչ հույսեր եք կապում քաղաքական թիմի հետ։ Հայրենիքիս փրկությունը, պետությանս փրկությունը կապում եմ Հայաստան դաշինքի հետ։ Կարճ կոնկրետ։ Առաջնորդի պարոն Քոչարյանի եւ իր քաղաքական թիմի։ Նախագահ Քոչարյանի կառավարման տարիների այն փորձը, որ մենք զգացել ենք, կոնկրետ ես այդ տարիներին լինելով մանկավարժ, զգացել եմ այդ տեմպերով աճը, աշխատավարձի բարձրացում, թոշակների բարձրացում, տնտեսության աճ, ու այդ ամեն ինչը, երկրի անվտանգությունը։ Միայն ու միայն Ռոբերտ Քոչարյանին, ուրիշ ոչ ոք։ Որովհետև իր ժամանակաշրջանում ես ապրել եմ, ես զինվորական եմ եղել նախկին, ծառայել եմ, տեսել եմ հաջողությունները, ամեն լավն ու բարիքը, որ ստեղծել է մեր երկրի համար։ Ու անվերապահորեն ես իր կողմնակիցն եմ։ Ես չէի ասի, որ ինքը քաղաքական գործիչ է որպես այդպեսին, ինքը ավելի շուտ պետական ազգային գործիչ է, որը բազմիցս ապացուցել է, որ ամենադժվարին պահերին կարող է երկիրը ոտի հանել, ժողովրդին փրկել վերահաս վտանգներից։ Դրա ապացույցները բազմիցս կան, ինձ թվում է իմաստ չունի հատ նշելը։ Սկսված Ղարաբաղում սկսված շարժումից, որ ինքն է գլխավորել, հետո Հայաստանում իր նախագահ աշխատած տարիները, տնտեսական երկնիշ աճը, բազմաթիվ ստրատեգիական նշանակության կառույցները, խաղաղությունը, անվտանգությունը, որ մեկը թվես։ Բացառիկ լիդեր է ու կարծում եմ, որ մեր ժողովուրդը պետք է ճիշտ ընտրություն անի, չի կարելի ունենալ որպես ժամանակակից նման մարդ ու չօգտվել այդ մարդու հմտություններից, փորձից, գիտելիքներից։ Քոչարյանի Իրան հետ էլ եք կապում, Սամվել Կարապետյանի հետ էլ եք կապում։ Եթե ինձ իրեք ձայն լինի, իրեք հոգու կտայի։ Вижу Кочаряна, потому что он уже своей практикой доказал, да, был на должности, был президентом, поднял Армению, закрыл долги, открыл государственные учреждения, я не знаю, места работы. Ну, надежда на то, что наша страна станет сильной, процветающей страной, чтобы страха не было, счастье было в глазах у людей, чтобы люди были счастливы, чтобы девушка думала, что как ей красиво одеться, какие духи ей купить, а не то, что там на посту что-то есть такое творится, или выйти в город побояться чего-то. Իշխանության գլուխով կփոխվի տղամարդ կնստի անձամբ Ռոբերտ Քոչարյանին։ Ես վստահ եմ, որ ինքը լինի հայ ազգը փոփոխություն կտեսնի։ Գործանման ատանում, ցեղասպանություն են գնում, այս մարդիկ չեն հասկանում։ Քոչարյանի գալուց հետո ամեն ինչը փոխվեց։ Կարելի ասել արմատապես փոխվեց։ Եվ հենց այդ հույսն է, որ այս իրավիճակը, որը երևի թե ավելի վատ է, քան թե առաջ էր, Քոչարյանը կարող է փոխել։ Ռոբերտ Քոչարյանը ունի եւ կարողություն, եւ գիտելիքներ, եւ փորձ, եւ հզորություն, եւ շրջապատ բոլոր երկրներում, այնպես որ նա այդ ամեն ինչը կարող է։ Հենց դրա համար էլ ես սատարում եմ Ռոբերտ Քոչարյանի դաշինքին։ Ով որ հայրենատիրական ուժերին կարող առաջնորդի, նա էլ կարելի առաջնորդ։ Դա Ռոբերտ Քոչարյանն է։ Ինքը փորձառու է եւ ամեն ինչ էլ տեսել է, ամեն ինչը իր քաղաքականությունը ընդհանրապես շատ ամուր է։ Եվ մենք վստահ ենք իրան։ Ժողովրդի համար մտածող ղեկավար են խոսում, պահանջները բավարարող, խաղաղություն բերող, իսկական խաղաղություն բերող է խոսում։ Ես տեսնում եմ Հայաստանի հաջորդ ղեկավարի պաշտոնում ընդդիմության երրյակից ցանկացած մարդու։ Ну, հետևաբար եթե եկել եմ Քոչարյանի հավաքին Քոչարյանին եմ տեսնում։ Իր կառավարման տարիներին ես հիշում եմ, որ գցենք պատերազմից հետո էր ինքը մարդն եկավ, գցենք թոշակները բարձրացան, աշխատավարձները ժամանակին տալը, գցենք ճանապարհ շինվեց, Դիլիջանի թունելը շինվեց, Երևանի էստակադան շինվեց, այրոպորտը շինվեց, վերջապես գցենք տնտեսությունը հիշում եք այն վաղ եթե կարող դուք երիտասարդ եք չեք հիշում, բայց մենք ձուն ներմուծում ենք, բայց սկսեցինք ձուն արտահանելը, հավը ներմուծում ենք, սկսեցինք հավը արտահանելը, քիչ բան չէ՞ լի դա ինձ թվում է ինքը մարդ խոսք է, էլի խոսքի տեր մարդ է, ինձ այդքան բան։ Ես ինձ թվում է տղամարդ մարդը պետք է սաղս է գնահատենք տղամարդ մարդուն։